Անցած շաբաթ ԱՄՆ ֆոնդային շուկաներում գրանցվել է դրական դինամիկա նախագահ Թրամփի սահմանած ներմուծման բարձր մաքսատուրքերը չեղարկելու գերագույն դատարանի որոշումից հետո։ Ավելի ուշ Թրամփը այս որոշումը անպատվություն է անվանել եւ հայտարարել, որ ինքը միևնույն է օրենքով իրեն վերապահված լիազորության շրջանակում 150 օրով 10% համաշխարհային մաքսատուրք կսահմանի։ Այս համեմատաբար ցածր դրույքաչափի մասին հայտարարության ֆոնին շաբաթական կտրվածքով S&P 500-ը աճել է 1.8%-ով, Nasdaq-ը 1.5%-ով, իսկ Dow Jones-ը 0.25%-ով։ Համաեվրոպական Stoxx 600 ինդեքսը ուրբաթ օրը փակվել է ռեկորդային մակարդակում, աճելով 0.8%-ով։ Սա նույնպես ցույց է տալիս ներդրողների դրական արձագանքը ԱՄՆ գերագույն դատարանի որոշմանը, որով չեղարկվեց նախագահ Դոնալդ Թրամփի ներմուծման մաքսատուրքերը բարձրացնելու մասին որոշումը։ Համաշխարհային բաժնետոմսերի ֆոնդերը փետրվարի 18-ին ավարտված շաբաթվա ընթացքում վերջին 5 շաբաթվա ամենամեծ ներհոսքն են արձանագրել ներգրավելով ավելի քան $36 միլիարդ, արհեստական բանականության բաժնետոմսերի շուրջ մտահոգությունների մեղմացման եւ ներդրումների այլ սեկտորներում ակտիվ վերաբաշխման ֆոնին։ Եվրոպական ֆոնդերը ներգրավել են ավելի քան $17 միլիարդ, ԱՄՆ եւ ասիական ֆոնդերը նույնպես գալի ներհոսքներ են արձանագրել։ Պարտատոմսային ֆոնդերը նույնպես 7-րդ շաբաթն անընդմեջ ներհոսք են ապահովել։ Ոսկու գինը նախորդ շաբաթ կտրուկ տատանումներ է արձանագրել։ Շաբաթվա սկզբին այն նվազել էր ավելի քան 2%-ով ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի նշանների եւ դոլարի ամրապնդման շնորհիվ։ Իսկ ուրբաթ օրը ոսկու գինը աճել է ավելի քան 1%-ով ԱՄՆ-ում սպասվածից թույլ ՀՆԱ տվյալների եւ նախագահ Թրամփի կողմից հավելյալ մաքսատուրքերի մասին հայտարարության ֆոնին։ Այժմ ներդրողները սպասում են դաշնային պաուստային համակարգի նիստի արձանագրություններին եւ առաջիկա գնաճային տվյալներին։ Դիզայներական լուծումներ ստեղծելու թվային հարթակ Figma-ի բաժնետոմսերը 5-շաբթի նախաբորսայական առևտրում աճել են շուրջ 14%-ով։ Այն բանից հետո, երբ ընկերությունը սպասվածից բարձր եկամտային կանխատեսում է ներկայացրել եւ հայտարարել իր արհեստական բանականության ռազմավարական ծրագրի ընդլայնման մասին։ Ընկերությունը 2026 թվականի համար կանխատեսում է մինչև 1.37 միլիարդ դոլարի հասույթ։ Պղնձի գները չորեքշաբթի օրն աճել են 2.2%-ով վերականգնվելով նախորդ օրվա կտրուկ 1.8% անկումից, քանի որ ներդրողները օգտվելով գնանկումից ակտիվորեն գնում են կատարել, իսկ արդյունաբերական մետաղների շուկան տեխնոլոգիական բաժնետոմսերին զուգահեռ վերականգնման նշաններ է ցույց տվել։ Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները շարունակում են այս տարի շուկայական արժեքի զգալի կորուստներ գրանցել, քանի որ ներդրողները սկսել են կասկածել, արդյոք արհեստական բանականության վրա կատարվող հսկայական ծախսերը կարդարացնեն բարձր գնահատումները։ Microsoft-ի բաժնետոմսերը տարվա սկզբից նվազել են մոտ 17%-ով, հանգեցնելով ընկերության շուկայական արժեքի $613 միլիարդ նվազման, իսկ Amazon-ը կորցրել է մոտ $343 միլիարդ։ Նվազել է նաև Nvidia, Apple եւ Alphabet ընկերությունների շուկայական արժեքը։ Միևնույն ժամանակ TSMC, Samsung եւ Walmart ընկերությունները նույն ժամանակահատվածում ավելացրել են իրենց շուկայական արժեքը, ինչը տեխնոլոգիական հսկաներից դեպի այլ ոլորտներ կապիտալի վերաբաշխման ազդակ է։ Առնվազն $10 միլիարդ կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է գովազդային եւ մարքեթինգային ծառայություններ մատուցող Omnicom Group ընկերությունը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 20.6%-ով։ Հաջորդը վճարային տեխնոլոգիաների եւ ֆինանսական ծառայությունների ոլորտում գործող Global Payments ընկերությունն է 20.4% աճով։ Եռյակը եզրափակում է արծաթի արդյունահանմամբ զբաղվող First Majestic Silver Corporation-ը 19.9% աճով։ Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է ավտոպահեստամասերի մատակարարմամբ զբաղվող Genuine Parts Company-ն, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 19.7%-ով։ Հաջորդը ամպային ծառայությունների մատակարար Akamai Technologies ընկերությունն է 15.7% անկումով։ Եռյակը եզրափակում է նույնականացման եւ մուտքի կառավարման լուծումներ առաջարկող Okta ընկերությունը 14.8% անկումով։ ԱՄՆ-ում բիզնես ակտիվությունը փետրվարի վերջին 10 ամսվա աճի ամենադանդաղ տեմպն է արձանագրել։ S&P Global-ի PMI ինդեքսը կազմել է 52.3, ինչը ապրիլից ի վեր նվազագույն ցուցանիշն է։ Թե ծառայությունների եւ թե արտադրության ոլորտներում աճի տեմպերը թուլացել են։ Վերլուծաբանների գնահատմամբ առաջին եռամսյակում հնան կարող է աճել տարեկան ընդամենը մոտ 1.5% տեմպով, զգալի դանդաղելով նախորդ տարվա երկրորդ կիսամյակի բարձր աճի համեմատ։
ԱՄՆ-ում դեկտեմբերին սպասվածից ավելի բարձր գնաճ է գրանցվել, ուժեղացնելով շուկայի սպասումները, որ դաշնային պահոստային համակարգը մինչև հունիս չի շտապի իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ ԱՄՆ-ի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը դեկտեմբերին կտրուկ աճ է գրանցել, ներմուծումն աճել է 3.6%-ով, չնայած նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերին։ Միևնույն ժամանակ ներմուծումների աճը հիմնականում բաժին է ընկել կապիտալ ապրանքներին, հատկապես համակարգչային սարքավորումներին եւ հեռահաղորդակցության տեխնիկային, ինչը կարող է աջակցել բիզնես ներդրումներին եւ տնտեսության աճին։ Արտահանումները դեկտեմբերին նվազել են 1.7%-ով։ 2026 թվականի փետրվարի 23-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 3 միլիարդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026 թվականի հունիսի 1-ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 10.2 միլիարդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 98.2 դրամ, իսկ եկամտաբերությունը 6.7%։ Հետաքրքրված եք ներդրումներով, բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։ Apricot Capital-ը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից։